Բաղդասարյան Սարոյանը կարծում եմ, որ իր ելույթում ընդհանուր այդ կոնտեքստից կտրել միայն մեկ հատված եւ փոխաբերական իմաստով ասել ապտակելը ինչ էր ասում, ինքը ասում էր, որ մեզանից որևէ մեկը ճիշտ էլ ասում էր, որ չունեցավ այդ համարձակությունը, որպեսզի նախատեր մեր պատգամավոր գործընկերոջը։ Եվ այդ ապտակ ասածը հենց այդ կոնտեքստում պիտի հասկանալ, այլ ոչ ուղղակի իմաստով։ Ես կարծում եմ, որ շատ ճիշտ էր այդ հարցադրումը, որովհետև չեմ կարծում, որ դուք էլ եք կիսում այն տեսակետը, որ ճիշտ է արել, դժվար թե դուք այդ ծայրահեղ այդ մոտեցում ունենաք, ասենք, որ ամենայն դեպս ոչ միայն պատգամավոր, այլ նորմալ մարդու, ողջամիտ մարդու ոչ հարիր բառապաշար է օգտագործել Աբովյանի այդ հանրահավաքի ժամանակ եւ իմ գործընկերոջ պատգամավորի կոնկրետ խոսքը հենց այս կոնտեքստում պիտի անցալել։ Կարծում եմ, որ շատ ճիշտ էր նրա արտահայտած այդ միտքը, որ մենք որպես Արամ Մանուկյանի գործընկերներ պիտի ունենայինք այդ համարձակությունը, քաջությունը, ինչու՞ չէ նաև եթե նշում եք ուրեմն Սեդրակ Սարոյանի այդ խոսքերը, ապա ոչ չէ լինել նաև նշեիք, որ հենց ինքը այդտեղից էլ սկսում է իր խոսքը, չէ՞ որ եթե մենք նրան ասեինք, նախատեինք, որ չի կարելի ի վերջո դու խոսքի կամ նախադասություն կազմելու որևէ խնդիր չունես, առավել ևս հայոց լեզուն բավականին ուրեմն հետաքրքիր նաև հնչում է եւ արտաբերվում է հենց մեր գործընկերի շուրթերից։ Եվ պատահական չէ, որ նաև ասվեց, որ եթե դու քննադատում ես, ապա քննադատությունը կարող է իր կառուցել հենց այնպես, որպեսզի այդ հայհոյախառն փաստորեն վիրավորանքը չհնչեր։ Այս կոնտեքստում պիտի ընդունենք։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասածին, թե փաստորեն ստացվում է, որ հանրապետական կուսակցությունը կիսում է, որ պիտի ասենք այդ չգիտեմ բռնություններ ուրեմն շարունակվեն, ապա բազմիցս եւ հանրապետական կուսակցության առանձին ներկայացուցիչներ եւ նաեւ ֆրակցիան իր անունից դատապարտող հայտարարություն տարածել է, սրանով ամեն ինչ ասում է։ Եթե դրան գումարենք նաեւ, որ հենց նախաձեռնությունը հրավիրել արտահերթ նստաշրջան եւ քննարկել արտահերթ նստաշրջանում այս հարցը եւս երկու խմբակցություններին է, այսինքն եւ հանրապետականի եւ հեղափոխական դաշնակցության, ապա սրանով ամեն ինչ ասվում է։ Եվ ես ուղղակի կոչ կանեմ նաեւ ձեզ, որ ավելորդ տեղը պետք չէ սրել եւ պետք չէ ուղղակի եզանդակ հորդ ընտրել, ինչը որ տվյալ պարագայում տեղին չէ։ Ինչևից է դեպքի հետ կապված